Սիրելի նոր խորհրդատուներ, ես ուզում եմ այսօր ցույց տալ ձեզ, թե ինչպես դուք կարող եք ձեր կաբինետում լրացնել ձեր անձնական edge-ը, հա, անձնական տվյալները, այսինքն անձահաստատող փաստաթուղթը, երբ որ մտնում եք ահա ձեր edge, դուք աջ մասում վերևում տեսնում եք մարդուկի գլխի նշանը եւ սեղմելով այդ նշանին, տեսեք բացվում են տողեր։ Եվ այնտեղ մենք ներքևից 4-րդ տողը տեսնում ենք անձնական տվյալներ։ Սեղմելով անձնական տվյալների վրա, բացվում է ահա այսպիսի մի պատկեր, հա, մատով մի քիչ վերև ենք քաշում, տեսնում ենք անուն, ազգանունը, ձեր լոգինը, եւ այնտեղ տեսեք տողերում գրված են փաստաթղթեր, սեղմելով փաստաթղթեր պատուհանին, ինտերնետս ոնց որ կախում է, հիմա կբացի ենթադրում եմ, ահա, բացվում է այսպիսի երկու տող, քանի որ իմ անձնագիրը լրացված է, ամեն դեպքում, ահա, տեսեք, մենք, եթե ձեր լրացված չի, սեղմում ենք պլյուսիկով այդ տողի վրա, որտեղ անձահաստատող փաստաթուղթի համար այսպիսի պատուհան է բացվում, եւ այստեղ դուք ընտրում եք երկիրը, օրինակ, եթե Հայաստանի քաղաքացի եք, Հայաստան, անձահաստատող փաստաթուղթը, օրինակ, եթե ձեր անձնագիրը ID է, գրենք, հա, 01, չգիտեմ, 45, например, 87, ենթադրում եմ այսքանն է, եթե ոչ ավել, ահա, մեկ թիվ էլ ավելացնեմ նավիսյակի, եւ տեսեք, այստեղ պատուհանն ենք սեղմում, որ մենք ռոբոտ չենք, եթե կուզեք ձեր լուսանկարն եք ավելացնում եւ վերջ, ու սեղմում եք պահպանել կոճակը, քանի որ իմը պահպանած է, ես այն չեմ սեղմի, բայց դուք արդեն կպահպանեք, պահպանելուց հետո արդեն իհարկե ձեր edge-ը կփակվի եւ ձեր տվյալները կլրացվի, ահա այսպես մեր անձահաստատող փաստաթուղթը մենք կարողանում ենք լրացնել։ Այսքանը դիտելուց հետո ընկերներ, եթե հարցեր կլինեն, խնդրում եմ գրեք, ես անպայման կանդրադառնամ բոլորի հարցերին։